Պարոն Ավենյան, դուք մի շատ կարևոր նախադասություն նոր ասեցիք, քանդելը շատ հեշտ է, սարքելը իրապես դժվար է, եւ դա վերաբերվում է մարդկային կյանքի հարաբերությունների բոլոր ոլորտներին, ընդհանուր մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունը հենց որ քանդվում է, հենց որ վերանում է կամ կորցվում է, դրա վերականգնելը հեշտ է։ Եվ այս համատեքստում հիմա ես ուզում եմ նորից գործընկերոջս առաջ քաշած հարցը բարձրացնել։ Անձրևաջրերի հեռացման համար դիտահորերի, այդ սելավատարերի համակարգի աշխատանքը իրոք ինքը շատ ծանր վիճակում է եւ որ գաղտնիք չէ որ փողոցները հեղեղում են ես Վանաձորում եմ Վանաձորցի եմ որ Վանաձորը միշտ ծանոթ է եղել միշտ ապրել է այդ անձրևների հետ բայց այն ինչ տեսնում ենք հիմա մենք Երևանում ես նույնիսկ Վանաձորում ես սույն ասում վատ երազներում չեմ տեսել սարսափելի վիճակ է այդ անձրևներից հետո այստեղ վիճակը եւ քաղաքացուն բոլորովին հետաքրքիր չի դրա վերացման պատասխանատվությունը թիմ մարմնինն է թե կառավարությանն է թե կառավարության որևէ այլ կառույցինն է հասկանում եք ինքը հասկանում է որ Երևան քաղաքում ապրելով Երևան քաղաքի ղեկավարությունը այս հարցով չի զբաղվում հիմա եթե դուք տեսնում եք կան կոնկրետ կառույցներ որոնց հետ պետք է կիսեք այդ պատասխանատվությունը ուրեմն վաղուց պետք է եթե ձեր կամավոր ու պարտադիր լիազորությունների շրջանակում չէիք կարողանում իրականացնել պետք է դիմեք մի ուրիշ գործիքի ուղերձի գործիքին կառավարությանը եւ դիմեիք ուղերձով դիմեիք կառավարության այս հարցերը լուծելու կամ միգուցե նախաձեռնություն օրենսդրական որոշակի որը ձեր ասած թիմ նոր օրենքի համատեքստում միգուցե կլինի եւ այդ պատասխանատվությունը կկոնկրետացնի ինչ է անում այդ ուղղությամբ Շնորհակալ եմ Տիկին Գյուրեղյան ձեր բոլոր մատնանշած ենթակառուցվածքները պետական գույք են Բոլոր, ինչ դուք մատնանշեցիք, դրանք բոլորը պետական գույք են։ Երևանի քաղաքապետարանը այնուամենայնիվ ամեն տարի իր սեփական միջոցների հաշվին աշխատանք իրականացնում է։ Տարատեսակ գրագրություններ ունեցել ենք, նամակագրություններ ունեցել ենք։ Հիմա ես վստահ եմ, որ օրինակ պարոն Խուդացյանի հետ մենք վերջապես այդ թնջուկը կբացենք եւ կլուծենք, որովհետեւ ես համաձայն եմ մի բանում, որ անձրևատար համակարգերը, հեղեղատար համակարգերը, կոյուղաջրերի, կոյուղատար համակարգերը բոլորը պետք է պատշաճ վիճակի բերվեն եւ Երևանի քաղաքապետարանը դա անում է Տիկին Գյուրեղյան այնպեսի տպավորություն չթողեմ որ ասում են պետական գույքա ու մենք բան չենք անում նոր էդ էի ասում 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը աննախադեպ ծավալի կոյուղատար համակարգ է ստեղծել քաղաքում 13-14 հազար գծամետր Նույնը արել է 2023 թվականին։ Նույնը անելու է 2025 թվականին։ Այս անգամ արդեն նաև կառավարության ֆինանսավորմամբ։ Բայց այսպես ասած էլի sense անհատ այս ծրագրերը իրանք մեկը տենց կոմպլեքս խնդիրը չեն լուծում։ Ինչ վերաբերում է հեղեղումներին, եկեք նաև Տիկին Գյուրեղյան անկեղծ լինենք եւ ֆիքսենք, որ հիմա Երևան քաղաքում օրինակ 20 րոպեում կարող է գալ տենց 2 ամսվա անձրևը եւ այս անոմալ վիճակ է այսինքն կլիմայական փոփոխություններով է պայմանավորված շատ քաղաքներ կան որ այսինքն իմաստ չունի այդ ծավալի անձրևատար եւ հեղեղատար համակարգեր ստեղծել որովհետեւ այդ մի անգամ այդ անոմալը որ եկավ, այսինքն պետքա համակերպվես դրա հետ եւ ինչ որ այլ լուծումներ փնտրես, որովհետեւ այդ ենթակառուցվածքի վրա այդ աստիճան գումար ծախսելը արդեն շատ մեծ գումարների մասին խոսքը գնա։ Բայց այն ինչ վերաբերում է որ այդ համակարգերը ունեն արդիականացման, հիմնանորոգման, նորերի ստեղծման խնդիր, ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ եւ ես հուսով եմ կրկին իմ գործընկերները ինձ լսում են, ես ոնց որ թե ամեն տարի խոսում եմ դրա մասին, բայց հարգելի գործընկերներ, եկեք հասկանանք ինչ ենք անում։ Պարոն Ավենյան, եթե մի բանը կրկնվում է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, է դառնում է օրինաչափություն արդեն։ Այս անձրևները 2 ամիսը 1 չեն արդեն, 2 ամիսը 1 չեն, հասկանում եք, նշանակում է ինքը ձեր առաջ խնդիր է բարձրացնում, որ դուք ուզեք թե չուզեք, այդ հարցով պետք է սկսեք զբաղվել, եթե չեք զբաղվել։ Եվ էլի եմ կրկնում, մեկը մյուսի վրա գցելով, ով է պատասխանատուն, քաղաքացու հարցը, ոչնչով չէ քաղաքացուն օգնում։ Քաղաքացու
համար լրիվ մեկ է, դա պետական գույք անվան տակ է իրեն խանգարում, թե համայնքային գույք անվան տակ է իր համար այդպիսի խնդիրներ առաջացնում։ Եվ եթե տեսնում եք այդ օրենսդրական նախաձեռնությունների կարիքը, եկեք միասին թեկուզ քննարկենք, բայց այդ հարցը լուծել է պետք, պարոն Ավինյան։ Սա է խնդիրը, եւ չասենք քննարկում ենք, ինչքան ենք քննարկելու 21 թվականի ընդունված հայեցակարգը, ես մի քիչ առաջ էի ասում 25 թվականն դեռ ասում եք քննարկման փուլում է, մենք պետք է մի քիչ էլ արագացնենք այդ քննարկման փուլերը ու մտնենք կյանքի կոչելու իրականացնելու փուլ։ Ես ավելին ձեզ հետ համաձայն չէի կարող լինել, Տիկին Գյուրեղյան, եւ մենք քննարկումների վրա շատ ավելի քիչ ժամանակ պետք է ծախսենք եւ պետք է անցնենք հիմնականում գործի, բայց նաեւ մեր պետական ընթացակարգերն այդպիսին են, որ մենք շատ երկար ժամանակ քննարկումներ ենք իրականացնում տարբեր օրենքների, նախագծերի, նախաձեռնությունների, շատ շուտով Երևանի թիմ օրենքն ենք քննարկելու ազգային ժողովում, եկեք քննարկենք հենց դրա շրջանակներում, մենք ուրախ կլինենք այդ պատասխանատվությունը ամբողջությամբ մեր վրա վերցնելու եւ իրականացնելու, բայց դրա համար համապատասխան գործիքակազմ պետք է ունենա Երևան քաղաքը։